Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, առաջին Ալիք Ամերիկան կրկին ներկայացնում է մեր հարցազրույցները։ Այսօր մենք զրուցելու ենք գործարար Խաչատուր Խուդիկյանի հետ, բարեկո պարոն Խուդիկյան, շնորհակալություն հավերի ընդունելու համար։ Դուք այն հայերի մեծ մասի հաջողված երազանքն եք, որ գալիս են Միացյալ Նահանգներ ու հարստանում են։ Խնդրեմ մի քիչ ձեզ ներկայացնել։ Երբ եք եկել, ո՞նց ա եղել։ Սիրով եկել եմ 88 թվականին աշխատել ենք այն երազանքով American Dream ասածն է։ Հասել ենք Ամերիկա, փորձել ենք կամաց համակերպվել ամերիկյան կյանքի հետ։ Բացի դրանից հնարավորություն եմ ունեցել 95 թվականից աշխատել գլխավոր հյուպատոսությունում 2002-ից 4-ը Հայաստան համայնքային հիմնադրամն եմ ղեկավարել։ Դրանից հետո անցել եմ գործարարության, այսինքն բիզնեսի։ Սկսել եմ փոքր կամպանիայից 7-8 աշխատողով։ Հիմա ինչքան է։ Այսօր 550-ից 600 աշխատող ենք ասել։ Ու տենց մինչև այսօր տղայիս հետ միասին։ Ինչ ոլորտ է ձերը։ Մեր հիմնական մեծ ոլորտը American Post Office-ն է, Transportation, մեծ կամպանիան դա 13 կամպանիաների միություն է, ընդհանուր։ Հայերը գալիս են Միացյալ Նահանգներ ազատության համար, թե փող աշխատելու համար։ Միշտ կարող եք դա երկու մասի բաժանել։ Կան երազով, որ եկել են փող աշխատելու կամ տոկոսային հարաբերությունը չգիտեմ։ Եվ են, երկուսն կան։ այո։ Դուք ոնց ինչի եկաք 88-ին, ուզում եք հարստանալ ամերիկան երազանք այն թե որ կյանքը փոխվի, սովետ չլինի, սովետական միության ժամանակ եմ եկել եւ այդ կենտրոնացված էկոնոմիայից ես փորձում էի ավելի ազատություն գտնել։ Կա ամերիկյան բիզնես մոդելի, այսպես վարքականon, որը ունիվերսալ է, կա այդպիսի բան, թե չէ։ Այո։ Որն է։ Ամերիկայում պետք է ազնիվ լինես։ Դե դա ազնիվ պետք է ամենտեղ լինես, ես ինչքան Ամերիկայում ամենակարևոր կանոնը դա է։ Այսինքն ինչ անշակում պետք է ազնիվ լինես։ Այն էլ բիզնեսում։ Այո, պետք է ճիշտ աշխատես մարդկանց հետ եւ դրանով կարող է բիզնեսը առաջադիմի։ Ես շատ հայեր գիտեմ, որոնք Ռուսաստանում միլիոնատեր են դարել, էլի բիզնես առաջադիմել է, բայց դեռ ուրիշ խաղի կանոններ են, ով ոնց կարա խափում է։ Այո, դրա չափանիշներն է կա, նայած որտեղ ես դու փորձում քո դաշտը ստեղծես։ Այսինքն պետական կոնտրակտների հետ ենք մենք աշխատում ավելի շատ։ Դրա համար պետք է բոլոր թվերը ճիշտ լինի։ Մեր շուկայում է կան, որ մարդիկ ազնիվ չեն, բայց հաջողում են նրանք, որ ավելի ազնիվ են աշխատում։ Այսինքն ազնվությունը, վստահելիությունը թիվ 1 բանն է, եւ դա հատուկ գնահատող կամպանիաներ կան, որ գնահատում են քեզ։ Քո բիզնեսի ազնվության, քո բիզնեսի ճշգրտության ամեն ինչի համար քեզ գնահատում են։ Այսինքն դուք որ մեկի հետ հարաբերություն եք ուզում կառուցեք, վերցնում նայում եք, ասում եք, այս սրանք ոնց որ այն չեն։ Այո, պետք է նայենք դրա թվերը։ Սրանք ազնիվ չեն։ Ազնիվ չեն, չենք աշխատում դրանց հետ։ Նույն ձևի էլ մեզ post office-ն է ստիպում, եթե մենք որևէ գործ ենք անում մույս կազմակերպությունների հետ, պետք է ստանդարտներին համապատասխանեն։ Իրանց ապահովության, իրանց գործնեության, ֆինանսական բոլոր այդ թվերը ստուգվում է։ Վստահելիություն։ Մյուս գործոնը։ Մյուս գործոնը որոշում կայացնելն է։ Այսինքն ամեն օր պետք է որոշումներդ կայացնես։ Բիզնես պատասխանատվություն եւ որոշումներ կայացնելն է շատ կարեւոր խնդիր։ Ոնց է ստեղ այդ որոշումները կայացնում, դա խմբակային ալնում քննարկում թե սեփականատերը ասեց sense, ուրեմն գնացող sense։ Մեզ մոտ խմբակային է, ավելի ընդհանուր բիզնեսը ասեմ, մեծ մասը աշխատողների ամերիկացի են,
Ամերիկացի։ Այո, ընդհանուր քորը, որը այս բանը գրասենյակում է, ղեկավարը մեծ մասը հայեր են, կարծեմ ծանոթացակ է։ Այսինքն ղեկավարները հայեր են, աշխատողները ամերիկացի։ Ունեն ղեկավարման թիմի մոտար, բայց մեծ մասը եւ մեր իրավաբանական կամպանիան, որոշ մեծ կամպանիաներ, որ մեզ օգնում են, նորից օգտագործում ենք հայկական, որ կարողանանք ավելի համայնքին օգնենք այդ կողմով։ Կարող եք համատել այ Միացյալ Նահանգների բիզնես կուլտուրան եւ Հայաստանի բիզնես կուլտուրան, որոնք են տարբերություններն ու նմանությունները։ Հայաստանում էլ ունենք գրասենյակ։ 17 աշխատող ունենք մի բաժնում, 12 մյուս բաժնում։ Հայաստանում տարբեր է ավելի մշակույթը։ Ի՞նչն է տարբերությունը։ Ավելի թղթով չեն աշխատում։ Ավելի դու եսի կանես, ես կանեմ, ես իսենց կանենք, այսինքն հետո ռիպորտները չեն տալիս ժամանակին։ Երկար է տևում որոշում առնելը դրա համար։ Այսինքն ինֆորմացիան շատ դանդաղ է աշխատում Հայաստանում։ Եթե ուզում ես ներդրում անես, քեզ թվեր է պետք։ Այդ թվերը այդ այնքան պարզ բան է։ Հա։ Միշտ թվերն է պետք եւ վստահությունն է պետք, որպեսզի կարողանաս անել, որ մտածում ենք անընդհատ Հայաստանում փորձում ենք մեծ ներդրում անենք, բայց միշտ դժվարությունների ենք հանդիպում, ինֆորմացիան շատ դանդաղ է գալիս։ Իսկ այսօր էլ աշխարհը շատ արագ է։ Մենք մեծ ինֆորմացիոն կենտրոն ունենք։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, հավաքում եք բազա անտվյալները, ներդրումային օրենքները եւ այլն, փաթեթը։ Այո, փաթեթը։ Փաթեթը ներկայացնում են, փաթեթը ներկայացնելուց հետո պիտի կա դու ապացույցները գտնես։ Որ դրանք իրական են։ Որ դրանք իրական են։ Այդի դանդաղում է։ Այստեղ կան այդ կազմակերպությունները, որ ստուգում ես, վստահում ես իրանց։ Ասում են փաթեթը օքեյ է։ Օքեյ է։ Հայաստանում դեռ չունենք այդպիսի կազմակերպություն, որ ասեն ABC կամպանիան վստահելի է, կարող եք իրար հետ աշխատել։ Իրանց վստահության չափանիշը, այսինքն 900 է։ Անձերի վրա է հիմնված մեր մոտ։ Հա, մեր մոտ ավելի շատ անձեր։ Այս ինչին գիտեմ, նորմալ մարդ է։ Հա, հարց չկա, ոսկ կա, ինչ որ ասում ես, մեն հարց չկա։ Բայց 30 տարի է մենք շուկայական տնտեսություն են կառուցում, ինչի չի փոխվել այդ։ Շուկայական տնտեսության չափանիշները կան։ Ազատ շուկան ինչքան է, կենտրոնացված շուկան ինչքան է։ Ազատ շուկան, երբ որ մարդիկ են իրար հետ մրցակցում, կենտրոնացված շուկան Ամերիկայում պետությունն է ղեկավարում։ Այսինքն government control-ի տակ է։ Կառավարության կոնտրոլի տակ է։ Եվ այդ դեպքում ինչքան շատ լինի ազատականացումը, այնքան ավելի հաջողության կհասնեն։ Տրամպը բիզնեսի համար լավ նախագահ է։ Այո։ Դրա համար են հայերը ընտրում Տրամպին։ Չեմ կարող ասել, բայց ես Տրամպին եմ ընտրել։ Տրամպին եք ընտրել։ Հիմա չեք փոշմանը։ Չէ։ Բայն Զելինսկուն կանչեց, տեսակ ինչ եղավ, ասում է Զելինսկին բռնակալ է, Պուտինը ընտիր տղա է եւ այլն, Եվրոպան շոկի մեջ է, ժողովրդավարությունը եւ այլն, այդ սախ դուք նայել եք հաստատ։ Նայել եմ եւ այո, նայել եմ, բայց հետագայում եմ, հետո եմ նայել, հենց լայվ չեմ նայել, կտորներ եմ նայել։ Եթե բիզնես տեսակետից, բիզնեսմենի լեզվով ասեմ, ոչ թե քաղաքական։ Պարզ ասես, դու գործարքը չես կատարել։ Մենք տվել ենք քեզ ամեն ինչ, դու կորցրել ես։ Հաջողության չես ասել։ Իսկ մենք չենք փորձում քո անհաջողությունները շարունակենք քո հետ միասին։ Այսինքն դեռ բիզնես մտածողությունը բիզնեսի լեզու։ Չէ, ես այդ կողմից եմ մոտիկանում, շատ քաղաքական չեմ գնում, Եվրոպա կա, խոստումներ կա, բայց մեսեջը դա էր։
որ դու գործը չես կատարել, պարտվել ես ավելի շատ վատ վիճակի մեջ չընկնելու համար այսօր պետքա համաձայնության գաս։ Ու դա ձեզ դուր է եկել։ Ճիշտ է։ Եթե դա է, իրենք են տիրապետում ավելի շատ ինֆորմացիային։ Ինչի է ինքը բիզնեսի համար լավ նախագահ, ինչն է, ինչ անում։ Ինչու է լավ, որ ավելորդ ծախսերը փորձում է կտրել։ Պետական է կենտրոնացված շուկայի ապարատը կրճատումը, ծախսերը կրճատումը։ Բայց մենք գիտենք, չէ՞ որ դա բիզնեսի մի փոքր մասն է։ Չէ, բավական կրճատում է եւ բավական գործ ուժ կավելանա։ Այսինքն այսօր շատ դժվար է նաեւ աշխատակիցներ գտնելը։ Այդ պետական ապարատում աշխատած մարդիկ ավելի լավ փորձ ունեն։ Այսինքն բիզնեսը նրանց հիմա պահանջարկ կա, որովհետեւ եթե էմիգրացիան կտրում են, բիզնեսը դրա կարիք ունի սուր Ամերիկայում։ Եվ աշխատողների։ Մասնավորը կվերցնի նրանց։ Մասնավորը կվերցնի, այո։ Իսկ այստեղ բիզնեսը կարա ազատ արտահայտվի, այլ ասի Թրամփը դուրս չի գալիս, վատնա չեմ սիրում, ֆինանսավորում եմ ընդդիմությանը ու խնդիրներ չի ունենա։ Չէ, որևէ բան չի ունենա, մենք էլ ենք պետության հետ կոնտրակտներ կարա կնքի, դրանից հետո ես դեմոկրատների ժամանակ հովանավորել եմ Քենեդիին, այսինքն ընտրությունների ժամանակ, այսինքն հանրապետականների կողմը եւ որևէ չի եղել, որևէ բան չի եղել եւ դա ազատ է։ Ազատ է։ Հիմա գանք Հայաստան, հետևում եք Հայաստանին, ինչ է կատարվում։ Մի մասը ասում է կործանվում ենք, մի մասը ասում է իրական Հայաստան են կառուցում, էսա ճիշտը, որն է ճիշտը։ Միշտ էլ այդպես պետք է լինի, բայց ղեկավարությունից է կապված։ Եթե ղեկավարությունը ճիշտ որոշումներ ընդունի, կհաջողենք, եթե սխալ որոշումներ կկործանվեն։ Բայց վեկտորը ո՞րն է։ Հիմա ինչ ուղղությունով են գնում։ Մենք գնում ենք լսելով գնում ենք դեպի Եվրոպա։ Դա ճիշտ է թե չէ։ Կյանքի համար շատ լավ է, եվրոպական կյանքը ավելի լավն է, քան այսօր ինչ որ աշխարհում որևէ տեղ։ Ամերիկայից էլ է լավ։ Ամերիկայից էլ լավ ավելի։ Եվրոպայի կյանքը ավելի քիչ են աշխատում, ավելի հանգիստ են, ավելի Ամերիկայում շատ ավելի զբաղվածությունը բավական մեծ է մարդկանց։ Ինչն է խանգարում, որ Հայաստան եւ Սփյուռքը իրար հետ լրացնեն։ Ես 25 տարի հարցազրույց եմ անում, տարբեր իշխանություններ են, տարբեր մարդիկ են կառավարություններ։ Եվ այդ նախադասությունը միշտ կա, որ Սփյուռքի պոտենցիալը մենք չենք կարողանում լավ օգտագործել, լիարժեք օգտագործել։ Ինչի՞։ Որտեւ ինքը Սփյուռքը հեռախոսի համար չունի։ Ինչի՞ չունի։ Այսինքն ում կարող ենք դիմենք Սփյուռքը։ Կան կազմակերպություններ, կան անհատներ, դրանք բաժան են։ Հա, բայց կարևորն է, որ կա միավորող գաղափար, չէ՞ Հայաստանը։ Այո։ Եվ ինչի՞ չի լինում։ Ունենք Հայաստան համայնքային հիմնադրամը, որը կարող է դառնալ դրա հիմքը, բայց Դուք աշխատել եք։ Աշխատել ենք, այո։ Ինչու չի դառնում։ Չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Տեսեք, դուք հիմա ստեղ եք ապրում, վատ չեք ապրում, մեծ բիզնես եւ այլն, բայց ձեր թորները չէ, բայց թորների թորները հաստատ խոսալու են անգլերեն։ Ու ասելու են դե մի հատ պապիկ ունեինք, տենց հայերեն ինչ որ լեզվով էր խոսում, որը մենք չգիտենք։ Այո։ Այդ հեռանկարը ձեզ ո՞նց է, որ ձեր մի 2 սերունդ, 3 սերունդ հետո արդեն դուք իրանց համար ինչ որ մեծ անհասկանալի ազգի ներկայացուցիչ կլինեք, որտեղ դա օբյեկտիվ է, իրանք զուգվելու են դառան ամերիկացի։ Այո, դա փաստ է արդեն։ Տեսնում ենք մենք այստեղ էլ Ամերիկայում ինչքան կան, որ Եթե հիմա ես չեմ խոսում 2 սերունդ հետո արդեն ինչ կլինի։ Չէ, կան արդեն, որ այտենց են։
Հա, 1900-ական թվականներից, որ գաղթել են ցեղասպանությունից հետո։ Անգլերեն են խոսում, ամերիկացի։ Անգլերեն են խոսում, ասում են, որ մենք հայկական նախնիներ ունենք։ Ինչ որ բան հիշում են։ Ինչ որ բան հիշում են, որ իրանց տունը մի հատ նկար կա։ Մասիսը մնացած կամ Անդրանիկի նկարն է։ Դուք համաձայն եք, որ դա օբյեկտիվ իրական։ Այո, դա իրականություն է։ Տենց է լինելու ենք, հա։ Դրան կարող ենք դիմադրենք։ Բայց մեկը ժամանակի հարց է։ Մեկը ժամանակի հարց է, բայց աշխարհը շատ նեղանում է։ Այսինքն առաջ եթե Ամերիկայից մարդիկ 5 տարին մեկ էին գնում Հայաստան, այսօր ամեն տարի գնում են։ Օրինակ իմ թորները ամեն տարի Հայաստանը մեկ ամիս անցկացնում են վերջին 7 տարին։ Կապված են Հայաստանի։ Կապված են Հայաստանի հետ։ Մենք ինչքան հնարավորություն ունենք, պետք է կապենք իրանց։ Չէ, բայց պարզ է, չէ, որ քանի գնա կտրվելու է, քանի գնա պարզ է, դրանից պախուս չկա, որովհետև չեմ տեսել 4-րդ, 5-րդ սերունդ, որ հայ լինի, այսպես ասած, մենթալիտետով հայերեն խոսեն կամ կան մարդիկ, որ շատ սիրում են Հայաստանը, հայրենիքը, գիտեն հայեն, բայց չեն խոսում լեզուն, կործանում է ամեն տեղ։ Գաղութներ են եղել, հայկական ամբողջ աշխարհում չկան այսօր մեծ մասը։ Ամերիկայի գաղութներն նույն ճակատագրին արժանանալու, բայց հուսանք էս տեխնոլոգիայի զարգացման մի բան կփոխի։ Մի բան կփոխի։ Այդ ձեզ դառնացնում է, որ ձեր թորներն լա գնալու այդ ճանապարհով։ Այո։ Բայց կարողանանք մեր հայրենիքը այնքան լավ տեղ ստեղծենք։ Ապահով տեղ, ամենակարևորը։ Որտեղ մարդը իր հարստությունը պահում է ապահով տեղ։ Երբ որ Ամերիկան ապահովա, դրա համար ամբողջ աշխարհից ներդրումներ են գալիս։ Եթե Հայաստանը ապահով տեղ լինի, ինձ թվում է մարդիկ դուրս չեն գա, կմնան իրանց երկրում եւ շատ ավելի հաճելի է ապրել քու երկրի մեջ եւ քու երկրի համար հաջողություններ անել։ Իսկ ճիշտ է, որ ես լսել եմ շատ սփյուռք հայերից, որ օտար երկրում կապ չունի Եվրոպայում, հիմա կոնկրետ ձեռնարկով բերեմ, Միացյալ Նահանգներում դու ինչքան էլ հարուստ լինես, քո մոտ ամերիկացիներ աշխատեն եւ այլն, մեկը դու ասես երկրորդն ես, առաջի չես։ Որպես տեսակ, այստեղ դու քեզ զգում ես ինչ-որ միտեղ օտար։ Այնպես չես ոնց որ Հայաստանում։ Երկու մասի է բաժանված իմ գործունեությունը, էլի, օրվա մեջ կամ ընդհանուր։ Հիմա արդեն 30 քանի տարի հետո, որ ամերիկյան շրջանակում ենք մեր գործունեությունը, երբ որ իրանց հետ եմ լինում, այնտեղ արդեն գիտեմ ամերիկացի եմ, որ հայերել չկան շրջապատում, մեր ընկերակցությունը կա, որի նախագահն է հիմա տղասա, mail contractors, post office-ի contractor-ների մոտ 1700 ընկերություն է մասնակցում։ Այսինքն դուք լրիվ ամերիկացի եք։ Այնտեղ արդեն այդ մթնոլորտի մեջ ապրում ենք։ Երբ որ գալիս ենք Գլենդել, այսքան հայերի հետ շփումից եւ Հայաստանի ոնց որ կյանքի կեսվակես ես ապրում։ Կյանքի կեսը ամերիկացի, կեսը Հայաստան է, ստանա ամեն ինչ հայերեն, հայկական հեռուստատեսություն, գործի տեղը մեծ մասը հայեր ենք, այսինքն գրասենյակում փոխվում է կյանքդ։ Դժվար չի տենց։ Դժվար է, բայց արդեն սովորել ենք, ոնց որ հիմա իմ լեզուն խոսալու։ Երևի շատ բառեր անգլերեն եմ օգտագործում։ Դուք մտածում եք անգլերեն թե հայերեն։ Ես կարողանում եմ դեռ փոխեմ։ Այսինքն նաև հայերեն եք։ Հայերեն եմ կարծեմ մտածում, այո։ Հիմա ձեր հետ որ խոսում եմ հայերեն եմ։ Հայերեն եք մտածում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սիրելի ստատողներ, մենք զրուցում էինք գործարար Խաչատուր Խուդիկյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Խուդիկյան, մենք կհանդիպենք, տեսություն։